կրթությունը առաջնային ռազմավարություն է։ Ես ձեզ ուզում եմ երկու փաստի մասին հիշեցնել։ Մենք բնականաբար շատ ենք քննարկում աղքատության հաղթահարման խնդիրները։ Ես ուզում եմ ձեզ երկու բան պատմել։ Ես ինչ որ պատմում եմ, խնդրում եմ որևէ մեկը սա չընկալի որպես մեղադրանք կամ այսպես կամահրանք։ Ես ուզում եմ, որ մենք առերեսվենք մեր խնդիրներին։ Ես կարդում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցը, որտեղ ասվում է հետեւյալը, որ անապահովության համակարգում գտնվող ընտանիքներ, օրինակ, ընտանիքը ստանում է կարա ընդհանուր մինչև 100,000-ից 150-200,000 դրամ աջակցություն ստանա։ Բայց սոցիալական աշխատող գնում է եւ զեկույց է գրում, որ ընտանիքի երեխաները գտնվում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ ծայրահեղ պայմաններում։ Երեխաները ապրում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ պայմաններում։ Մենք ընդունում ենք, որ այդ մեր տված գումարը չի կարող հերիքել հազարներողություն ռոկոկո սերվիս ունենալու համար, այն սերվիսից, որը դնում ենք պահարանը եւ չենք օգտագործում։ Բայց հասկանում եք, ոչ մի հաշվարկ չկա, որ այդ գումարը, որը պետությունը տալիս է, բավարար չի բավարարին մոտիկ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել այն երեխաների համար, ովքեր բառից բուն իմաստով աղբի մեջ են ապրում մարդիկ։ Հասկանում եք, այս մարդկան ծայրահեղ աղքատությունը ուզում եք տանենք կրկնապատկենք, եռապատկենք, չի փոխվելու մինչև մենք կրթությամբ չգնանք այդ ճանապարհին։ Հաջորդ օրինակը, դուք հիշում եք, թե ես ինչքան պայքարեցի այն ծրագրի համար, որ մենք սահմանամերձ որոշակի շրջաններում հին եւ անարդյունավետ այգիները, ով որ տանտերը համաձայնա, հողամասերը համաձայնա, ամբողջը հողամասը մաքրում ենք, պետական միջոցներով սերտիֆիկացված տնկին տնկում ենք, կաթիլային ոռոգումը քաշում ենք, ջրի հավաքման համակարգ անում ենք, ծառերը տնկում ենք եւ այլն։ Ես վերջերս իմացա, որ մի քանի այգիներ չորացել են։ Ինչ են չորացել։ Պարզվում է հողամասի տերը այդ վինտիլը մի հատ փական կա, որ ամիսը 3 անգամ ուղղակի սենց մի հատ գործողություն պետք է աներ, էլի հասկանում եք, սենց մի հատ գործողություն է, սենց է փականը, պետք է գար սենց աներ։ Չի արել այդ գործողությունը։ Հասկանում եք, փական է, կաթիլային ոռոգման, մի հատ սենց է, պետք է գնար ամիսը 4 անգամ, պետք է աներ սենց։ Չի արել այդ գործողությունը։ Բացատ գնում ենք ասում ենք, բայց խի ասում են չի, ես պետք է անեի դա։ Ես իմանում եմ, զանգում են քաղաքապետարան, այս ամեն ինչից հետո, զանգում են քաղաքապետարան, ասում են, բայց այգին ով պետք է ջրի։ Բա խոտա աճեբան, ով պետք է անի այս գործը։ Ես չեմ հավատում, ասում եմ, ոնց կարա տենց բան լինի, բայց կա այդ բանը։ Մենք մեր իրականությանը միջև չառերեսվենք, միջև մեր բանի են հոտնկաս կենացների բարձրությունից չկանք, հողի վրա չկանգնենք, չշոշափենք այդ հողը, չի ստացվի ոչ մի բան։ Եվ ինչ եմ քննարկող հարցի համատեքստում ասում, որ պետական մարմինները, իրանց իմացության մակարդակը, սա այն հատվածից է, որ ասում եմ ժողովուրդ ջան, մենք կաբինետներում միշտ չի եւ այնքան էլ շատ տեղեկություն չենք ստանում մեր իրականության մասին։ Մեր իրականությունը պետք է ճանաչենք, մենք ի վիճակի պետք է լինենք այդ իրականությունը վերլուծել եւ այդ իրականությունից բխող գործողություններ անել, եւ այս որոշումը նրա մասին է, որ մենք միջև հիմա 2017-ի համեմատ աշխատում ենք 4 անգամ ավել, սրանից հետո 2017-ի համեմատ պետք է աշխատենք 8 անգամ ավել։ Որպեսզի մենք այս խնդիրները կարողանանք, որովհետև ես չգիտեմ, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ այդ ծրագրի հեղինակն է, որը
Ինչը այն չեմ արել, որ քաղաքացին այս գործողությունը անի։ Հասկանում եք, բառից բունի չեմ չափազանցնում։ Պետք է ամիս 4 անգամ այս գործողությունը աներ։ Այսինքն հետո էլ փակեր, որ ջուրը բան, մենակ չբացր էլի, երկու գործողություն, 1, 2։ Ինչն են չեն կարել։ Մի հատ բացատրեք, խնդրում եմ, ինչն են չեմ արել ես, որ քաղաքացին այս գործողությունը չի արել։ Ես չեմ կարող հասկանամ դա։ Կարող եմ մենք էլ ինչ-որ բան այն չեն կարել։ Գուցե պետք է նախապես բայց հիմա էլի մենք մեր սխալների կամ տեղի ունեցածի վրա պետք է սովորենք։ Պետք է զանգենք, հիշացնենք կամ գուցե կրթական ակնհայտա, որ մենք պետքա ինչ-որ տրեյնինգի ծրագիր պետքա անենք։ Որտեվ երբ որ ասում են կաթիլային ոռոգում, դա չի կարող մարդիկ ընկալել են, թե դա լրիվ ինքնաշխատ համակարգա կամ չգիտեմ ինչ։ Բայց ես նկատի ունեմ, մենք սենց պրոբլեմներ, բայց ես սա չեմ, էլ եմ ասում, ես սա չեմ ասում որպես մեղադրանք, որովհետև մեղադրանքը անիմաստ է։ Ուրեմն մեզնից սկսած պետք է մեղադրենք, որ լավ բավարար չափով չենք աշխատել այդ ծրագրի վրա, բայց մյուս կողմն էլ կա, որ ես ասում եմ, միջև բարեփոխում իր պրոբլեմին չանի, որն է այն think tank-ը համաշխարհային, որ մեզ խորհրդատվություն տալիս, պետք է առանձին մեր ասես գիտեք ինչ հատուկ բան է պետք, որ այս գործողությունը տեղի ունենա։ Չկա տենց բան, բայց այս մեր իրականությունն է։ Այս մեր իրականությունն է եւ ես որևէ անիմաստ է մեզ էլ ինքնախարազանում էլ չանենք, ուրիշին էլ չմեղադրենք, մենք պետք է աշխատենք։ Որպեսզի աշխատենք, պետք է պետական մարմինների պրոֆեսիոնալիզմը, հասանելիությունը, իմացությունը, էներգիան պետք է ավելանա եւ գրավչությունը պետական մարմիններում աշխատելու եւ այո, սա մի հարց է, որը մենք այսօր լուծում ենք, ոչ միայն այսօր պետական մարմիններում աշխատողների համար, այլև ընդհանրապես ինստիտուցիոնալ խնդիր է, որը լուծում ենք։ Սոցիալական հարցերի առումով էլի մենք պետք է արձանագրենք, որ մեր սոցիալական քաղաքականությունները, սոցիալական ոլորտի այն բանաձևերը, որով մենք միջև այսօր աշխատել ենք, բոլորը մեծ մասը սպառել են իրենց։ Մենք լրիվ նոր բանաձևերով պետք է աշխատենք։ Ես օրինակ երեք ազգային ժողովում էլ ասեցի, որ հիմա օրինակ երկրում կենսաթոշակառուների թիվը օրինակ ինչա դժվար թոշակը բարձրացնել, հարգելի գործընկերներ։ Մի պատճառը, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետքա տասնյակ միլիարդների ծախսա դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի եւ ընդհատելի չի։ Եվ մեր խնդիրը նաև էս է, եւ նաև մեր խնդիրը քաղաքական առումով նա է, որ մենք մեր տնտեսական զարգացման, մեր պետական շահի տնտեսական զարգացման շուրջ մեր ռեսուրսի մաքսիմալը օգտագործենք։ Եվ այս համատեքստում ես էլի կարևոր եմ համարում արձանագրել, որ ես առաջարկում եմ եւ խոսել ենք նաև դրա մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, որ մենք որթեգրենք այն կոնցեպտը, որ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է,